Եթե ուշադիր նայեք ծառերի վրա կա համարներ, թղթերով նշված համարներ, Բոլոր ծառերը համարակալված են։ ծառերի վրա կա համարներ, համարակալված, ոչ թե մենակ արևելյան սուսին, այլ տարածքում, այս տարածքում գտնող բոլոր ծառատեսակները։ Մոտավորապես քանի ծառ կա։ Ուրեմն այս տարածքում կա մայր ծառեր 2770 ծառ։ Երբ է հիմնադրվել սոսիների պուրակը։ 1950 թվական։ Ուղ 70 տարվա պատմություն է։ Որքան հեկտար հողատարածք է Ուրեմն զբաղեցնում։ այս հողատարածքը զբաղեցնում է 64.5 հեկտար, բացի սոսի, հիմնական կարմիր գրքում գրված, հունական ընկուզեն։ Երբ որ սկսեց պատերազմը 91, 92, 93-ին, այս ծառերը ամեն մի ծառը մի ջոկ էր մեզ համար։ Այս ծառերը եթե ուշադիր նայեք, բոլոր ծառերը վիրավորված են։ Վիրավոր ծառեր են, այս ծառերը պաշտպանել են ներքին հանդյուղի բնակչությանը, ներքին հանդյուղի տներին։ Տենց ես կարամ ներկայացնեմ, որ հերոսական աշխատանք են կատարել այս ծառերը։ Դրա համար ճշնամին մեր չի ուզում մեզ զորոնել հայկական որպես հայկական մնա աշխարհում, եթե մենք վերցնում ենք աշխարհի բոլոր մակարդակով, աշխարհում երկրորդ տեղն է, իսկ Կովկասում առաջինն է։ Այս պահին թշնամուց որքան հեռավորության վրա ենք։ Եթե ես բարձրանում եմ մեր գոմը, ընդեղից ինձ կարող է խփեն։ Բայց ով է պատասխան տալու, ես չգիտեմ ով է ինձ պատասխան տալու։